Ողջույն։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը եվրոպական ամբիոնում ասում էր, թե իրենք հակաեկեղեցական արշավ չեն անում, այդ հոգևորականներն էին ուզում զավթել իշխանությունը եւ նման բաներ։ Օրեր անց իշխանությունը բեմադրում է եկեղեցու դեմ հերթական շոուն։ Այսպես, քանի որ ՔՊԱ-կան կառավարությունը ճնշումներ է անում եկեղեցու վրա, եպիսկոպոսատ ժողովը որոշվել է գումարել Ավստրիայում փետրվարի 16-ից 19, որպեսզի խափանի այդ ժողովը, քանի որ այնտեղ կարող է որոշումներ կայացվեն, որ Նիկոլի սրտով չեն, Փաշինյանը արգելում է այս պահին արդեն 6 եպիսկոպոսի ելքը երկրից՝ Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ եւ Վահան սրբազաններինը։ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել եկեղեցու դեմ նիկոլական տերտեր Արման Սարոյանին կարգալույծ անելու առիթով։ Չմոռանանք, որ Արշակ, Միքայել, Բաքրատ, Մկրտիչ սրբազաններն էլ կալանքի տակ են, այսինքն մեր երկրում շուտով քաղբանտարկյալ ու քաղհալածյալ հոգևորականների թիվը կգերազանցի աշխարհականների թվին։ Մինչ այժմ ժողովրդի համար անհասկանալի է մնում, թե ինչու է իշխանությունը անում բաներ, որը իր շահերից չի բխում, քվե բերող չէ, ավելին վանում է ընտրողին։ Եթե հիմա դուրս գանք եկեղեցու թեմայից, մտնենք այլ ոլորտ, կտեսնենք նույն բանը, ամենտեղ էլ պատերազմ են տվել, խառնել են իրար ու անպայման պարտվել։ Որ ասում ենք քանդել են, ախր իրոք քանդել են, ամենուր կառավարման ճգնաժամ է, քաոսային իրավիճակ։ Կրթությունը վերցնենք։ 2 օր առաջ անգլերեն առարկային միասնական քննության թեստային 2 տարբերակներն էլ եղել են խոտան քննությունների ժամանակ։ Այս կրթության նախարարի օրոք մի քանի առարկաներից դասագրքեր չեն տպվում, դասագրքերը տպում են, պարզվում է Մաշտոցի մասին ինֆոն բացակայում է, QR կոդով է, հայոց պատմության դասագրքում խեղաթյուրված փաստեր են, այսքանով հանդերձ ունենք նախարար, որը 7 կամ մինչև 9 միլիոն դրամ պարգևատրվել է։ Այդ պարգևատրումն էլ երևի տպագրական սխալի արդյունք է, խոտան։ Մի 9 միլիոն էլ ստացել է պարգևավճար պաշտպանության նախարարը, որը ընդամենը մի քանի օր առաջ վերացրեց գնդերեցների ինստիտուտը, քանի որ, ինչպես գրում են, նրանց չկարողացավ դարձնել նիկոլական, քանի որ չեն կարողանում նրանց իրենց կողմը տանել, ուրեմն կլուծարեն։ Բանակն էլ այդ տրամաբանությամբ քանդվեց, գտան նիկոլական հրամանատարների ու քանդեցին։ Մինչև 9 միլիոն դրամով պարգևատրված պաշտպանության նախարարը մի քանի տարի անգամ զինվորական համազգեստի հարց չի կարողանում լուծել։ Օդերևութաբաններն ասել են, որ սպասվում է ձյուն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում մի բան՝ քաոս հանրապետության ճանապարհներին, ողբերգություն Երևանում, չմաքրած փողոցներ, սառցակալումներ, վթարներ, աղ ու ավազով բեռնված ու պարապ կանգնած ավտոմեքենա Ավինյանենց առանձնատան մոտ։ Երևանում 70 հարկանի շենքի մասին խոսացող Ավինյանը մի փողոց մաքրել չի կարողանում։ Ամառը հրդեհներ են, ճգնաժամ է, ձմեռը ձյուն է, ճգնաժամ է, անձրև է գալիս, ճգնաժամ է, օդի աղտոտվածությունը տարին 12 ամիս կրիտիկական վիճակում է։ Սա արդարանում է, դե աշխարհագրական դիրքի պատճառով է։ Իրենցից առաջ աշխարհագրական դիրք երևի չկար։ Երևանի քաղաքապետը պոռոտախոսում է, օդի մաքրման հույսը քամին է։ Չեն հասկանում խնդիրների էությունը, ծավալը, կարգավորման ձևը, պրոբլեմները, որ ստեղծում են, ինչ որ մի հարց լուծում են այնքան մեծ աղմուկով, որ թվում է համաշխարհային բան են արել։ Հայաստանը ներմուծվում տասնյակ հազարավոր ապրանքատեսակներ։ Նախկինում երբ եք տեսել նախարարը, էկոնոմիկայի նախարարը ամեն բերվող ապրանքի հետ գնա սելֆի անի։ Ահա Ադրբեջանից բենզին ենք բերում, ահա երկրորդ խմբականակը, ահա երրորդը, այսքան ռեգուլյար, այսքան պրեմիում, շաքար ենք ուզում բերել, ցորեն ենք տարանցիկ բերում եւ այլն։ Ահա Լարսով անցավ 10 ֆուռ, ահա եւս 2 ֆուռ անցավ։ Վիճ ծառայության գործն է անում սա։ Կարող եք ասել, երբ է վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը կամ էլ զարգացում ունեցել։ Ոլորտի պատասխանատու նախարարը նույն մարդն է, բայց միլիոններով պարգևատրվում է։ Մասնագետները, աշակերտները, ծնողները դժգոհ են կրթությունից, բայց դժգոհ են նաև պաշտպանության նախարարության կառավարումից, նաև գյուղատնտեսության կառավարումից, ընդհանրապես տնտեսության ոլորտի կառավարումից, դժգոհ ենք նաև առողջապահությունից ու մյուս ոլորտներից բոլորից։
Ինքս 7 տեղ զանգել եմ, որից 5-ը նախարարություն, ընդամենը իմանալու համար, թե հանրությանը շատ հետաքրքրող մեկ հիվանդություն ներառված է պետական ապահովագրական այդ ծրագրում, թե չէ, որովհետև հանրությանը իրազեկելը փնթի ձևով է արվել։ Ճոխ պարգևատրված նախարարին տեսնում ես Փաշինյանի թմբուկի տակ պարելիս։ Սրանց արված ամեն փոփոխություն ընդունվում է սվիններով։ Ինչու՞, որովհետև ամեն ինչ անում են մեկը մյուսից վատ։ Այն մենակ հարստանալը, բյուջեն իրար մեջ բաժանելն է, որ անում են փայլուն, արագ կողմնորոշվում են։ Ասում են մեզ 7-9 միլիոն դրամ պարգևատրել ենք, թե չէ կգնանք մասնավոր ոլորտ։ Այդ որ մասնավորն է, որ տեսել է ձեր ինքնադրսևորումը պետական հատվածում ու ձեզ կընդունի անգամ ամենացածր աշխատանքում։ Երկիրը փորձադաշտ են սարքել։ Մարդամեկն ասում է, չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել։ Հիմա էլ ասում է, համընդհանուր ապահովագրությունն ենք մտցրել եւ ընկնելու ենք անխուսափելիորեն։ Ուղղակի պիտի այնպես անենք, որ ջարդուփշուր չլինենք։ Այո, ձախողվել եք, ինչքան տեղ ունեք, սխալվել եք ուժերի ներածին չափով։ Դրա համար էլ ջարդուփշուր է կարել պետությունը իր բոլոր ինստիտուտներով։ Մեր երկրում կառավարումը մեկ մարդ իր ձեռքն է վերցրել, այն էլ այնպիսի մեկը, որ ունի միջակ գիտելիքներ, միջակից ցածր, ամեն ինչ ինքն է որոշում ու հրահանգում։ Եթե Նիկոլը բան է ասում որևէ ոլորտի վերաբերյալ, ու այդ ոլորտի ղեկավարը հասկանում է, որ դա ընդունելի է, սխալ է, սուտ է, մեկ է, ոչ հակաճառում է, ոչ էլ իրավունք ունի, ու դա իր միջակից ցածր գիտելիքներով կառավարում է մի ամբողջ երկիր 3 միլիոն բնակչությամբ։ Ու երբ նման մեկը վարչապետ է, դատավոր է, դատախազ է, քաղաքապետ է, մարզպետ է, ֆինանսիստ է, շինարար է, բժիշկ, ուսուցիչ ու նաև մի քանի 100 այլ բան, մեր իրավիճակը դառնում է այսպիսին։ Սրա համար էլ բազմաթիվ կորուստներով եկել հասել ենք այսօրվան, նոր կորուստների առաջ։ Ու մի ձախողում փակում է մեկ այլ ձախողմամբ, մեկ այլ աբսուրդով։ Ազգային աղետ են սրանք, ժողովուրդ ջան։ Կառավարության նիստերից հետո ճեպազրույց է տալիս, ամեն անգամ քեզ ստիպելով լսում ես կոպեկի արժեք չունեցող խոսքեր ու հասկանում ես, որ ընդամենը ունեցել ես ժամանակի կորուստ, ուղեղդ վիրավորվել է նման ցածրակարգ ելույթից։ Կարճ ասած, այս ամենը ժողովուրդ ջան, իրեն չի եղել է կոնկրետ մարդկանց մեղքով, կոնկրետ որոշումների, գործողությունների ու անգործության արդյունքում։ Մենք վճարում ենք սրանց սխալ գործունեության գինը։ Դրանք երկիր են արժեցել, կյանքեր են արժեցել, ու իրենք սպառնում են էլի սխալներ անել։ Ասում է, քանի իշխանություն ունենք, ոնց ուզում ենք կանենք, ոնց ուզում ենք մեր մոտեցումները կփոխենք, խոստացածները չենք անի, փոփոխության կենթարկենք։ Հենց սա էլ իմ կարծիքով բնութագրվում է որպես քաղաքական մահ։ Խոսում է, բայց ոչ ոք լուրջ չի վերաբերում։ Բոլորը սպասում են, երբ է վերջանալու այս ամենը։ Ժողովուրդ ջան, հասկանում եմ, որ արդեն դժվար եք դիմանում, բայց վերջացնելու իրավունքն էլ ձերն է, ընդամենը 4 ամսից։